Բարև ձեզ, պրես կենտրոն հարցազրույց հաղորդաշարի շրջանակներում շարունակում ենք կամուրջ քաղաքացիական նախաձեռնության քննարկումները և այդ քննարկումների առանցքային մասը իհարկե կազմում է սոցիալական և տնտեսական բլոկը, քաղաքականությունը քաղաքականությունով, բայց չի կարող երկիրը լինել լիարժեք, եթե մեր բոլորիս, ձեր հարգելի հեռուստադիտողներ, տնտեսական կամ սոցիալական իրավիճակը ծանր է։ Եվ այսօր հյուրընկալել ենք Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյանին։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Ողջույն։ Պարոն Սարգսյան, անցած շաբաթ կամուրջ քաղաքացիական նախաձեռնությունը և Հայաստանը ես եմ նախաձեռնությունը ստորագրեցին հուշագիր, որտեղ շատ հստակ և պարզ նշված էին այն առաջնահերթությունները, որոնք մենք տեսնում ենք որպես ամենալավ առումով քաղաքացիական հասարակության մի մաս, քաղաքացիներ, այն խնդիրները, որոնք մեր առջև ծառացած են։ Եվ այս պարագայում թույլ տվեք սկսել հետևյալ մեջբերումից։ Տեսեք, մարդիկ հոգնել են քաղաքականացնելուց ամեն ինչ։ Մարդիկ հոգնել են կուսակցական մոտեցումներից և առհասարակ մի կուսակցություն կամ մի ուժ չի կարող երկիրը հանել այս իրավիճակից։ Գագիկ Ծառուկյան։ Պարոն Ծառուկյանը վերջին իր շատ սենց համապարփակ հարցազրույցում նշել էր այս պահը։ Նույն տեսլական ըստ էության ունեն յուրաքանչյուր առողջ մտածողություն ունեցող մարդ, բայց այստեղ ուզում եմ ձեր կարծիքը լսել պարոն Ծառուկյանի այս նարատիվին, որը իմիջիալոց բավականին անսպասելի էր քաղաքական դաշտի համար։ Համաձայն եք։ Խոսքը սպասելիի մասին չի, խոսքը հենց կոնցեպտի մասին։ Կոնցեպտը տեսեք, կուսակցականությունը և կուսակցականությամբ առաջնորդվելը և վերջին ժամանակներում նաև լրատվական միջոցներում, սոցիալական ցանցերում այդքան տեղ գտած մեկնաբանությունները մարդկանց վանում են բավականին։ Ինչպես, քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, բայց մեր իշխանությունը վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության իշխանությունը նկատի ունեմ փաստացի, որովհետև մեր իշխանությունը նրանք երբեք չեն կարող լինել։ Իշխանությունը ամեն ինչ արել է այս տրամաբանության ներքո, որ քաղաքականությունը հնարավորինս ամեն ինչ անլրջացնելու արվեստ է։ Եվ մարդիկ տեսնելով անլրջությունը, տեսնելով բոլոր ոլորտների տոտալ անպամոնտաժումը, բնականաբար առաջին հերթին պետք է ունենան բացասական վերաբերմունք հենց կուսակցականության և կուսակցական գործիչների նկատմամբ։ Սա տրամաբանական է և սա նորմալ է։ Ովքեր են զբաղվել քաղաքականությամբ, ովքեր են եղել քաղաքականության մեջ, ովքեր են եղել իշխանություն կամ ընդդիմություն, կուսակցություններ։ Մարդիկ իրենք զգում են, չէ, իրենց ապրելակերպի վատ թարացումը, իրենց ապագայի շարունակական անորոշությունների ավելացումները ամեն ինչ նկատում են, ում հետ պետք է կապեն, ում պետք է մեղավորներ կարգեն, եթե ոչ պատասխանատուներին, ովքեր են այդ պատասխանատուները, կուսակցությունները և կուսակցական գործիչները։ Հետևաբար մեր թիմի, ձեր, մենք շատ ենք խոսել այդ մասին, մեր ընդհանուր ընկալման մեջ կուսակցությունները ժամանակավոր պետք է հետ քաշվեն բոլորը, որովհետև կուսակցությունները պետք է աշխատեն հետևյալ տրամաբանությամբ։ Նրանց առաջնային նպատակը պետք է լինի իհարկե իշխանության ձգտումը ու հասնումը դրան, բայց դա աշխատում է և կարող է աշխատել մի միջավայրում, որտեղ չկա անվտանգային լրջագույն սպառնալիքներ, որտեղ չկա գոյաբանական խնդիրներ, որտեղ չկա պետության սկուտերի վրա թշնամիներին մատուցման քաղաքականություն, այդտեղ այո կարող են, դասական քաղաքականություն այստեղ կարող է լինել, դասական կուսակցականություն, կուսակցական աշխատանք այո կարող է լինել։ Իսկ եթե օրինակ մեր Հայաստանի ԵՍՄ թիմի գաղափարաբանությունը ինչի հիման վրա, որ սկսել է աշխատել, ձևավորել նախաձեռնությունը և կատարել քայլերը, հետևյալն ա եղել, դիմագրավել վաղուց գործարկված այժմ տեղի ունեցող Հայաստանի Հանրապետության ապամոնտաժմանը, կիրառական քայլեր ձեռնարկել դրան խոչընդոտելու, այնուհետև կայուն զարգացման և անվտանգային հիմքեր ստեղծելու շուրջ։
Սրանունը դնել քաղաքականություն, թե կուսակցականություն, մենք համարում ենք շատ անտրամաբանական։ Այսինքն պետք են մարդիկ, ոլորտային մասնագետներ, իրական տեխնոկրատիզմ, ովքեր որ ոչ միայն գիտական եւ տեսական մակարդակում պատկերացնում են խնդիրների լուծումները, այլ նաեւ ունեն համապատասխան փորձառություն, ունեն կուտակած այդ իրենց կիրառական լուծումների փաթեթ, որով կարող են այս վիճակից հանել։ Հիմա եթե այս ամեն ինչը կա, սրա հետ գնանք կուսակցական պայքարների եւ գնանք նոր դասական ընտրապայքարի ճանապարհով, կարծում եմ այստեղ երաշխավորված ձախողում կարող է լինել։ Դե դա բնականաբար այն տրամաբանությունն է, որը ցավոք, հա, վերջին տարիների ընթացքում ես կիսում եմ ձեր կարծիքը, միտումնավոր իմ կարծիքով, միտումնավոր գնում էր չեմ ասի ապալեգիտիմացում, լավ բառ ասացիք, անլրջացում։ Եվ բացի անլրջացումը, այո, գոյություն ունի հասարակական տեսլականը եւ հասարակության տեսլականը, կուսակցական process-ներին ես չէի ուզենա սվորվեի այսօրվա մեր հաղորդման ընթացքում կուսակցական, վերկուսակցական եւ այլն, բայց սա ակնհայտ է եւ թույլ տվեք մեջ բերել կրկին պարոն Ծառուկյանին, երբ որ թերևս 1 տարի առաջ ասվել էր հարցազրույցներից մեկում sense մի արտահայտություն, որ այո, հարկ եղած դեպքում բոլոր կուսակցությունները, եթե պետության փրկության եւ պետության մեր հայրենիքի, մեր հող ու ջրի համար պայքարելու, արդյունավետ պայքարելու համար, այո, պետք է հետ քաշվեն։ Գիտեք, ոչ թե անձինք մենք շատ ենք անձնավորում, այլ հենց ինքը գաղափարը։ Շնորհակալություն սպառիչ պատասխանի համար։ Անցնենք, ես մի արտահայտություն կա, հա, մեր դարդերին, այսինքն այն խնդիրներին, որոնք այսօր թե տեսական առումով, թե կիրառական առումով արկախված են բոլորիս գլխին։ Եվ հաճախակի ասեմ մի բան էլ, մարդիկ չեն հաճախակի խորանում որոշակի process-ների մեջ, որոնք իրականում բացի քաղաքական, հա, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական այդ բոլոր խայտարակ process-ների, բայց տնտեսական process-ի մեջ այդքան էլ, չեմ ասի չեն խորանում, չեն վերլուծում, ըստ էության պակասություն կա հայկական տեղեկատվական դաշտում շատ գրագետ վերլուծության 1, 2, 3 մարդ են, որ զբաղվում են դրանով։ Եվ այստեղ կրկին մեջբերում այն տվյալներից, որոնք հրապարակվել էին բյուջեի քննարկման ժամանակ ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի կողմից։ Միգուցե թվերը լիարժեք չլինեն, սենց ասենք մի տոկոս էս կոմենկոն, որովհետև դինամիկ է տնտեսական իրավիճակը զարգանում, բայց այնուամենայնիվ, տեսեք, հետևյալ հայտարարություններ ասվել, որ Հայաստանում 2018 թվականին համեմատ աշխատատեղերի քանակը ավելացել է մոտ 190,000-ից ավել, 197, 196, մինչև 200,000։ Դրա հետ մեկտեղ իսկույն տեղեկություն, պետական, ես կրկնում եմ սա ինչ-որ լրատվական, հա, տենց կայքերի տեղեկություն, չէ, սա պաշտոնական տեղեկություն է։ Դրա հետ մեկտեղ, որ ավելացել է աշխատատեղերի քանակը, նաև աճել է գործազրկությունը Հայաստանում 1.5%-ով։ Պարոն Սարգսյան, ես տնտեսությունից միգուցե բան չեմ հասկանում, բայց հավատացնում եմ ձեզ, ես լավ տրամաբանում եմ։ Ոնց է տենց լինում, որ մի կողմից ավելանում են աշխատատեղերը, մյուս կողմից էլ ավելանում է գործազրկությունը։ Դա ոնց է տենց լինում։ Տեսեք, ես կրկին զարմանում եմ, որովհետև այո, ես գիտեմ, որ դուք շատ լավ տրամաբանող մարդ եք, կրկին զարմանում եմ նրա վրա, որ փորձում եք դուք Հայաստանի գործադիր մարմնի հեքիաթասաց ղեկավարի խոսքի մեջ տրամաբանություն փնտրեք։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը երբ որ սկսեց խոսել աշխատատեղերի ավելացման մասին, անընդհատ մենք հանրության տալիս էինք իրական տեղեկատվությունը, որ Հայաստանում աշխատատեղերը չեն ավելացել, աշխատատեղերի գրանցումն է ավելացել։ Ամենասկզբից, եթե կհիշեք, 2018 թվականից հետո երևի ամսական պարբերականությամբ ինչ որ
խոսում էր ինչ-որ երևույթների մասին, աշխատատեղերը ավելացել են, եւ այդ ավելացված աշխատատեղերից պետական բյուջեի եկամուտներն ավելացել են։ Դասական մանիպուլյացիա էր։ Պետական բյուջե մտնող կա մի քանի խողովակներ։ Դրանցից մեկը եկամտային հարկի խողովակն է, հաջորդը շահութարկի խողովակն է։ Երբ որ աշխատողը, վարձու աշխատողը գրանցված չէ, սա այլ հարց է։ Սրա մասին թեկուզ այլ ուրիշ անգամ կարող ենք խոսել։ Բայց երբ որ Նիկոլ Փաշինյանը բերում է հարկահավաքման հետ, աշխատողի գրանցված աշխատավարձից 20% եկամտային հարկ է գեներացվում, այսինքն խողովակով մտնում է պետական բյուջե 100,000-ի պարագայում 20,000 դրամ։ Շահութահարկի միևնույն ժամանակ շահութահարկի խողովակից 18,000 դրամ շահութահարկ է նվազում։ Գումարած գոյություն ունի Հայաստանում նաև շահաբաժնի հարկ։ 5% է շահաբաժնի հարկ, այսինքն 23%-ով կրճատվում է։ Հիմա տեսեք, երկու խողովակը միաժամանակ մտնում են բյուջե։ Այս խողովակի հոսքը 23%-ով 23,000-ով կրճատեց, այս խողովակի հոսքը 20,000-ով ավելացրեց։ Այս մանիպուլյացիայից հետո դուք խոսում եք Նիկոլ Փաշինյանի տրամաբանության մասին։ Հիմա ասեմ 2018-24 թվականի տվյալները։ 2018 թվականի վերջին, 18 թվականի համար Հայաստանում վիճակագրական կոմիտեում պաշտոնապես գրանցված էին 210,000 գործազուրկ։ 2024 թվականի տվյալներով 187,000 փոփոխություն ենթարկվում շուրջ 190,000 գործազուրկ։ Այսինքն 7 տարվա կառավարման տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը ստեղծել է ըստ վիճակագրական ցուցանիշների 30,000 աշխատատեղ, 20,000 աշխատատեղ ներողություն։ 20,000 աշխատատեղը բաժանած 7 տարվա լինում է տարին 3,000 աշխատատեղ։ Իսկ այդ աշխատատեղերի ինչ 200,000 մասին կարող խոսքը լինել։ Բան, հա, այսինքն բոլորն են մտնում։ Պետական, ոչ պետական, այսինքն տնտեսական բիզնես, իրական հատված, պետական հատված։ Բոլոր տեսակի վարձու աշխատանք կատարողները, ովքեր աշխատանքային պայմանագրի կողմ են հանդիսանում, անկախ նրանից նրանց գործատուն պետությունն է, համայնքն է, հասարակական կազմակերպությունն է, հիմնադրամն է, թե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է, այսինքն բիզնես մասնավոր ոլորտում են ներգրաված թե պետական, 2018-24-ի ավարտով թվականների համեմատականը 210,000 գործազուրկ ունեցել ենք 2018-ի ավարտին, 190,000 շուրջ գործազուրկ ունենք 2024-ի ավարտին։ Տարբերությունը 20,000, չէ՞, գործազրկության կրճատումը։ Տարեկան 3,000, շուրջ 3,000, չէ՞։ 3,000 աշխատատեղ ստեղծելը 7 տարվա ընթացքում տարի 3,000 միջինում աշխատատեղ ստեղծելը դա ոչ մի բանի մասին է խոսում։ Եթե քո տնտեսությունը աճում է տարվա մեջ 5%, ես միշտ ասել եմ հետևյալ խոսքը, ասեմ 5-ից 7% տնտեսական աճը, եթե կառավարությունը չխանգարի բիզնեսին, եթե կառավարությունը չխանգարի, ապա 5-ից 7% աճը միշտ պլանավորում է մասնավոր հատվածը եւ միշտ կարողանում է քրտնաջան աշխատանքի արդյունքում հասնել դրան։ Ուզում եք նշեմ ինչով խանգարեց օրինակ կառավարությունը այդ բիզնեսի զարգացմանը։ Եվ ինչով։ Տրանսպորտային միջոցների ներմուծում արտահանում։ Կրճատվեց հարկերի մուտքերի կրճատումներ ունենք։ Եվ եկեք հիշենք, որ 2025-24 թվականի պլանավորումից 223 միլիարդ դրամ եկամտի թերհավաքագրում է կատարել իր եւ իր կառավարության եւ իր ընդհանուր այսպես թիմի Հայաստանի Հանրապետության զարգացմանը խոչընդոտող աշխատանքի արդյունքում տրանսպորտային միջոցների արգելք ներմուծում վերարտահանում QR կոդերով արտադրանքի փոխարինում ինչ որ QR կոդերից ստացված հասույթ ինչ որ մասնավոր անձանց գրպանները որպիսի լցվի իրենց հետ փոխկապակցված անձանց որի արդյունքում ԵԱՏՄ շուկայում Հայաստանում արտադրվող արտադրանքը որը QR կոդերով պիտակավորվում եւ արտահանվում է չի ինտեգրվում Եվրասիական տնտեսական միության շուկայի հետ խոչընդոտ է առաջանում արտահանման։ Այս իշխանության կառավարման արդյունքում 200 եւ ավելի բեռնատար ավտոմեքենա տրանսպորտային միջոց հենց հիմա կանգնած են Լարսյան ցակետում, հենց հիմա։ Եվ ոչ թե արգելքը Ռուսաստանն է այստեղ, արգելքը Վրաստանն է։ Գիտեք ինչ է ասում Վրաստանը։ Վրաստանն ասում է քո կոնյակները չի կարող արտահանվել, որովհետեւ կան որակական խնդիրներ։ Վրաստանը տրանզիտ ճանապարհն է, որի իրավունք չունի նույնիսկ Հայաստանի բեռը ստուգելու, որովհետև իր երկրում պլոմբած մտնում է Վրաստանի սահման տրանսպորտային միջոցը եւ հաջորդ անցակետը, այսինքն առանց որևէ կերպ բացվելու, որովհետև բացման արդյունքում կարող է հաջորդ մաքսակետը չկարողանա անցնել։ Անցնում է այլ պետության տարածք։ Այսպիսի կառավարությունը ում վրա, սա գիտեք ինչ է նշանակում, որ տրանզիտ ճանապարհի
խոչընդոտ է ստեղծում ապրանքի որակական հատկանիշներից ելնելով։ Սա նշանակում է, որ Հայաստանը չունի կառավարություն։ Սա կամ նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը սպասարկում է այդ երկրի շահերը։ Սա ասում եմ Վրաստան ու եղբայրական, մեր բարեկամ հարևան պետության մասին։ Այսպես խոչընդոտում է տեղի ունենում։ Մի պարզաբանում, որ ավելի պարզ դառնա, հա, այսինքն Վրաստան արտահանվող, որովհետև բազմաթիվ նամակներ եմ ես ստանում, ու մարդկանցից ովքեր, հա, իմպորտի վրա են, էքսպորտ-իմպորտ, հա, այդ գծի վրա են, փաստորեն ստացվում է, որ խոչընդոտը, որը առաջացել էր հայ-վրացական սահմանին, կապված է Վրաստանի կողմից հայկական արտահանվող ապրանքների որակի խնդրի շուրջ, որը ըստ էության եւ տրամաբանության Վրաստանը իրավունք չունի կիրառել, պայմանական, հա, ինչ գործն է, դե լավ, այսպես հա ձևակերպ։ Ինչ պետք է անի իշխանությունը այս։ Իշխանությունը պետք է լուծի այդ հարցը։ Դե իրանք լուծում են, իրանք փորձում են գնան, խոսան, պայմանավորվեն, ոնց, մեխանիզմը ինչպես է։ Մեխանիզմը, եկեք մեխանիզմների մասին շատ չխոսենք եթերում, որովհետև մեխանիզմի մեջ կան բաներ, որոնք որ ոչ իրավական են, ոչ դիվանագիտակ, այսինքն դիվանագիտական են, բայց իրավական չեն։ Այսինքն զուտ անձնային պայմանավորվածությունների, հա, շատ պայմանավորվածությունների արդյունք կարող են լինել, շատ գործիքակազմի արդյունք կարող է լինել։ Դա նորմալ է, դա ինչ որ բան չի։ Ես ուղղակի ասեմ, որ լուծումը 3 վայրիկյան է ենթադրում։ 3 վայրիկյան։ Ընդհանրապես սա երկու տեսեք արտահանման արգելքի իշխանության անկարողության կամ միտումնավոր հանցավոր անգործության արդյունքում մենք ունենք երկու տեսակ խոչընդոտ։ Առաջին խոչընդոտը նպատակային նշանակության երկրում մեր QR կոդերի իդենտիֆիկացիայի բացակայության պատճառով չենք կարողանում արտահանում իրականացնենք, ունենք ծավալների կրճատում, արդյունաբերության արտադրանքի 18% անկում 18% անկում ունենք 2025-ի առաջին երամսյակում։ Եվ ունենք տրանզիտ երկրի որակական հատկանիշներից ելնելով արգելքի սահմանում։ Մի դեպքում հանցավորություն է, այսինքն ինքն է այդ QR կոդերը ներդրել անձնական շահադրթվածությունից ելնելով, թե այլ նպատակներից ելնելով, բայց փաստը մնում է փաստ։ Սահմանել է QR կոդեր, որը չի իդենտիֆիկացվում երկրի այդ նպատակային, որտեղ որ արտահանում իրականացվում է, եւ ունենք երկիր տրանզիտ, որի չենք կարողանում արտահանում իրականացնենք որակից ելնելով։ Մի դեպքում QR-ը նպատակային ներդրել է, հաջորդ դեպքում անկարողության, անաշխատունակության արդյունք է։ Դե լավ, այդ QR-ը, որ ներդնում էին, իրանք դե լավ, սենց ասենք, գոյություն ունեն հանձնաժողովների ԱՏՄ-ի շրջանակներում, նաև իմիջիայլոց այսպես կոչված մարկիրովկաների հետ կապված։ Ես վստահ եմ ասում, որովհետև գիտեմ, որ կան տենց հանձնաժողովներ։ Ինչպես կարելի է լինելով մի կառույցում, հա, որը ապահովում է քու տնտեսության գրեթե, սենց ասենք, առյուծի չափաբաժինը շատ մեղմ եմ ասում, 80%-ից ավել, հա, շուկա, սպառում եւ այլն, գնալ մի քայլի, որը կբերի քու ապրանքի սպառման կրճատում։ Ես Պարոն Սարգսյան, չեմ հասկանում։ Դուք չեք կարող հասկանալ, որովհետև քիչ առաջ ձեր խոսքի մեջ նշեցիք, որ դուք տրամաբանող մարդ եք, որովհետև տրամաբանող եւ իրատես մարդ չի կարող դա հասկանալ, որովհետև քո գործողությունը չի կարողված լինի քո անձի դեմ, չի կարողված լինի քո պետության դեմ, քո կազմակերպության դեմ, հակառակը քո գործողությունը պետք է ուղղված լինի դրանց զարգացմանը, դրանց աճի համար կայուն հիմքերի ձևավորմանը, սա է գործունեությունը։ Իսկ եթե բայց կրկին ես զարմացա ձեր զարմանալու վրա, որովհետև չէ որ փաստերը շատ են, մենք այդ թվում շատ ենք զրուցել եւ եթերային եւ ոչ եթերային, չէ որ այս կառավարությունը հետևողականորեն ապամոնտաժում է Հայաստանի Հանրապետությունը։ Ավելին ասեմ, ապամոնտաժմանը արդեն հաջորդել է եւ մենք թեվակուխել ենք լուծարման փաստացի մեկնարկման փուլ։ Մեր խնդիրն է այս գահավիժումը կանգնեցնել։ Սա է խնդիրը։ Հետևաբար այդպիսի բաների վրա դուք մի զարմացեք։ Վերադառնալով աշխատատեղերին, նորից եմ հնչեցնում թիվը։ 20,000-ով է ընդամենը գործազուրկների թվականակը նվազել։ 20,000-ով։ Եվ խոսում է այդ 200,000 աշխատատեղերի ապահովման մասին, որոնք գրանցված աշխատատեղերն են։ Մի կողմ դնենք լավա, վատա, մի կողմ դնենք ինչ կարող է լինել դա, որովհետև դա
եթե մենք կենտրոնանանք միայն մի գործողության վրա, մենք չենք տարբերվի Նիկոլ Փաշինյանի մակերեսային մտածողությունից եւ իշխանական վարվող քաղաքականությունից։ Դա պետք է ամբողջական շղթայի մեջ դիտարկել, որ ժամանակահատվածում ինչը պետք է խթանել եւ ինչը պետք է զսպել։ Հետևաբար դնում ենք մի կողմ 20,000-ով է կրճատել, այսինքն տարին 3,000-ով։ Սա նշան, սա խոսում է ոչ մի բանի մասին։ Ընդ որում դա էլ եղել է իր կամքից անկախ հանգամանքներում, որովհետև մենք ունեցել ենք տնտեսության աճ, մենք ունեցել ենք ռելոկանտներ Հայաստանի Հանրապետությունում, նույն ռուս-ուկրաինական բախումով պայմանավորված Հայաստանի Հանրապետությունը տեղափոխվել, սանկցիաների պայմաններում կազմակերպություններ են միջանկյալ բացվել։ 50,000, եթե չեմ սխալվում, պատերազմի մեկնարկից սկսած ռուսական այդպիսի կազմակերպություններ են միայն Հայաստանի Հանրապետությունում բացվել։ 50,000 յուրաքանչյուր կազմակերպություն, եթե միայն գործադիր տնօրեն էլ գրանցի, որը պարտադիր է կազմակերպության կենսունակության ապահովման համար, 50,000 աշխատատեղ ապահովեցիր։ Դու այն գործազուրկների համար աշխատատեղ ապահովեցիր, ոչ իհարկե։ Այսինքն ես միշտ հետևյալ տրամաբանությամբ գործել, գործում եւ այլ տրամաբանություն չեմ էլ հասկանում ես։ Միշտ պետք է բովանդակությունը գերակա լինի ձևի նկատմամբ։ Այս մարդիկ շարժվում են հակառակ տրամաբանության։ Բովանդակության նկատմամբ ձևի գերակայությամբ, այսինքն ձևական կողմը ապահովեն, թղթերի վրա չգիտեմ ինչեր են նկարում, որը որ բացահայտելի է, չէ՞, դե մեր համար հասկանալի է, չէ՞ թղթերի հետ ինչա կատարվում։ Եվ ասում ես կան աշխատատեղ են ապահովել։ Լավ ուրիշ հարց տամ։ Ասում է կենսամակարդակը հայ ժողովրդի բարելավելը 50%-ով սկսել են լավ ապրել։ Հա, այդ է ուզում ասել 50%-ով լավ ապրելը ո՞րն է։ Հիմա Չէ, ուզում եմ հասկանամ, էլի 34%, կամ 66% լավ ապրել, դա ինչպես է հաշվարկում։ Սնունդի որակն է բարձրացել 50%-ով, գներն են իջել 50%-ով։ Մարդկանց աշխատավարձներն են 50%-ով աճել։ Մի հատ եկեք փորձենք հասկանանք, էլի։ Տնենք մի կողմ, հա, անձնական, չանձնականացնենք։ Դա ինձ պարզապես հետաքրքիր է։ Անձնական չի, մենք միշտ երևույթն ենք խոսում, եւ նույն ժամանակ չի կարելի չանձնականացնել, որովհետեւ երբ որ դու գնահատում ես հանցագործությունը, հանցագործության օբյեկտը կարողանում ես վերլուծես, պետք է արդեն անցնես սուբյեկտին, ով է դա իրականացրել, ում պատճառով է։ Այսինքն պետք է գտնես, չէ՞, կոնկրետ հանցագործություն կատարողին, ով է կատարել։ Հետևաբար ուզես թե չուզես, նաեւ անդրադառնում ես հանցագործությունը կատարողին։ Հայաստանի պաշտոնական վիճակագրական ցուցանիշներով Հայաստանում ըստ աղքատության վերին գծի, որը 63,000 դրամն է, Հայաստանում աղքատությունը 42% է։ Բնակչության կեսը։ Բնակչության գրեթե կեսը պաշտոնական վիճակագրության։ Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը 74,500 է, եթե չեմ սխալվում։ Աղքատության վերին գիծը, որից վերև այլևս աղքատ մարդ չի համարվում, 63,000 դրամ է։ Պատկերացրեցինք, չէ՞։ Այսինքն 64,000 դրամ եկամուտ ունեցող մարդ աղքատ չի, բայց նվազագույն սպառողական զամբյուղը, որով ինքը կարող է իր գոյության համար անհրաժեշտ ձեռքբերումները կատարել, դրա համար անհրաժեշտ դրամական միջոցների քանակը 75,000 դրամ է։ Հիմա աղքատությունը 42% է, թե 60%, պայմանական իհարկե 60%։ Սա էլ է տրամաբանական, որևէ կերպ միմյանց հետ չեն կպնում այս թվերը։ Թոշակառուի կենսաթոշակը, ասում եմ միջին կենսաթոշակը, չգիտեմ, 50,000 դրամ է։ Մենք գիտենք, 42,000 դրամ ստացող ու առավել շատ 42,000 դրամ ստացող կենսաթոշակառուներ։ Նվազագույն սպառողական զամբյուղի կեսն է։ Մենք գիտենք 80,000-ից ավելի սոցիալական նպաստ ստացողներ 30,000 դրամ, 25-29,000 դրամով։ Նվազագույն սպառողական զամբյուղի գրեթե 1/3-ն է։ Հիմա ինչպես է բարելավել։ Տեսեք հանրագումարին ինչպես է անում։ Երկուսով ենք հիմա, ես գործազուրկ եմ, ընդհանրապես աշխատանք չունեմ, դրամական միջոցների ամսական հոսքը 0 դրամ է, դուք աշխատում եք մի վայրում, որտեղ ստանում եք 500,000 դրամ աշխատավարձ։ 500,000 դրամ այն գումարն է, որով կարող եք ձեր սնունդ, հագուստ եւ այլն ձեր ձեռքբերումները կատարել։ Եվ միջինացված ցուցանիշով ես ծայրահեղ աղքատ եմ, որովհետեւ ես նույնիսկ հացի փող չունեմ, իսկ դուք կարողանում եք ապահովել ձեզ։ Բայց միջինով ներկայացնում են մեր երկուսի կարողությունները 500,000-ը բաժանած երկուսի։ Յուրաքանչյուրին 250,000 դրամ եւ ասում են Նայիրի Սարգսյանը եւ Արման Աբովյանը նորմալ է միջինում 250,000 դրամ փող ունեցող մարդիկ են։ Սա մի անեկդոտ հիշեցրեց, կհիշեք, որ ասում է, եթե մի մարդու ուտում է թուփ, հա, խաղողի թուփ, այն մյուսը ուտում է միս, ասում է միջինը երկուսը ուտում են տոլմա, էլի հիմա նույն պատմություններ։ Տեսեք, քանզի մենք խոսեցինք
ֆինանսավարկային, հա, այդ գործընթացների մասին մի մեջբերում էլ բերեմ, որը գրեթե արդեն սովորական է դարձել մարդկանց համար լսել այս ամենը, բայց այնուամենայնիվ կարևորագույն նշանակություն ունի տնտեսության համար։ Տեսեք, Հայաստանի պարտքը պաշտոնապես հատել է 13.5 միլիարդ դոլարի շեմը։ Գրեթե ամեն տարի 1 միլիարդ դոլարի պարտք է վերցվում։ Իսկն ամեն տարի 1 միլիարդ դոլար պարտք է վերցվում։ Ես հիմա չեմ քննարկում ոնց հա ծախսվում, ինչը չունեմ տվյալներ, եւ եւս մեկ անգամ վերաստատեմ, տնտեսագետ չեմ, բայց չլինելով տնտեսագետ, հա, այնուամենայնիվ ես տեսնում եմ, որ եթե դու ունես բյուջե, որը 6 միլիարդի, հա, ասենց շրջանակներում է, եթե դու ունես պարտք, որը քո բյուջեից 2 անգամ ավել է, հա, ուրեմն ինքը գեներացնում է որոշակի ռիսկեր եւ վտանգներ, թե չի գեներացնում։ Տեսեք, այնքան ցավոտ ու այնքան կարևոր թեմա եք բարձրացնում։ Յուրաքանչյուր տարի 1 միլիարդ դոլար պարտք է ներգրավել։ Հիշում եք, չի աշխատատեղերը, այսինքն գործազրկությունը ինչքան ավ է։ Այո։ 1 միլիարդի դիմաց մենք ունենք 3000 ոչ գործազուրկ այլևս։ Այսինքն 1 միլիարդ դոլարով մեզ դիտող ցանկացած միկրոմակարդակի գործարությամբ զբաղվող մարդ դա հասկանում է, դա հասկանում եք, Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավարը պետք է լինի թիվ 1 մենեջերը, թիվ 1, որից միկրո մենեջերները, այսինքն թեկուզ խոշոր կազմակերպությունների, արդյունաբերական կենտրոնների ղեկավարները պետք է բան սովորեն, պետք է օրինակ ծառայի նրանց։ Այս մարդը ֆինանսները կառավարել է հետևյալ կերպ. 1 միլիարդ վերցրած պարտքի դիմաց 3000 ընդամենը աշխատատեղ է, պայմանական ասած այսպես ստեղծել, որի իր հետ կապ չունի իհարկե։ Կամ որոշ չափով կապ ունի, օրինակ բարեկային ծառայության ծառայողների թվականակը ավելացրել է։ Պատկերացրեցինք ինչի մասին է խոսքը։ Հիմա գնանք պետական պարտքի վտանգավորության վերաբերյալ։ Ուրեմն օրեր առաջ ֆինանսների նախարարությունում քննարկում են նոր հարկային օրենսգրքի հայեցակարգը։ Էլի են հարկեր ավելացնում։ Տեսեք, հարկային օրենսգիրքը լավը չի, իհարկե լավը չի։ Իհարկե շատ վատ է կանոնակարգում հարկային իրավահարաբերությունները, տնտեսական դաշտը, բայց այս մարդիկ ասում են մեզ հարկային օրենսգիրքը այլևս պետք չի։ Մենք պետք է հարկային օրենսգիրքը ֆունդամենտալ փոփոխության ենթարկենք։ Նոր օրենսգիրք պետք է գրենք։ Բայց հայտարարեց, չէ, երեկվա իհարկե ինձ ստիպելով եմ նայել, ֆինանսների նախարարը հայտարարեց հարկեր հնա հարաբերակցությունը 23.4% ինչ որ պայմանականորեն 23, իրենց սրտով թող լինի 24%-ի մասին։ Այսինքն Հայաստանի համախառն արտադրած եկամուտը, Հայաստանի ընդհանուր մեր բոլորի ստեղծած եկամտի 24%-ը վճարում է որպես հարկ։ Հայեցակարգի հիմքում դրել են հարկեր հնա հարաբերակցություն դարձնել 30%։ Այսինքն 6%-ային կետով հարկային բեռ ավելացնել։ Սա հայեցակարգն է, որից պետք է ածանցվի գործողությունները, ինչ է ածանցվելու։ Բա ինչու են ներդնում եկամուտների համատարած հայտարարման համակարգ, որ մարդկանց բոլորին հարկեն։ Բայց այդքան ասում ենք, որ հարկելու համար եք դուք անում, չեն կարողանում հակադարձեն, բա թող հակադարձեն։ ՓՄՁ ոլորտին ինչու են հարկային բեռով խեղդում, բացի դա հարկային վարչարության համար, խիստ բիրտ վարչարության համար նոր հիմքեր են ստեղծում նոր փոփոխություններով ՓՄԶ-ի համար։ Խոշոր հարկ վճարողների մոտ հարկային վարչարական տերորի են ենթարկում։ Առավոտից իրիկում բոլոր բարեխիղճ, թե անբարեխիղճ արտադրողների եւ տնտեսվարողների մոտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, հարկային հարձակումներ ու պահանջներ են ներդնում։ 3 ծածկույթ, այսինքն ամբողջ հարկատուների համակարգը հասարակ ժողովուրդ, ով եկամուտ է վաստակում աշխատավարձով կամ օրինակ գյուղատնտեսությամբ կամ արտագն աշխատանքի մեկնելով, փոքր միջին ձեռնարկություններ, որոնք շատ ավելի սոցիալական նշանակության խնդիր են լուծում եւ խոշոր կազմակերպություններ, ովքեր որ օրինակ 1000 խոշոր հարկատուները Հայաստանի պետական եկամուտների, Հայաստանի պետական բյուջեի 75%-ից ավելն են կատարում։ Այսինքն պետությունը հիմնված այս 1000 անձանց վրա, 1000 կազմակերպության վրա, ամբողջ ծածկույթը նոր հարկային բեռի տակ են մտցնում։ Ավելացնում են գույքահարկերը, ավելացնում են տրանսպորտը, ավելացնում են էլեկտրաէներգիայի սակագինը, գազի սակագինը, ջրի սակագինը, հետ գնանք 21 թվական հիշենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ինչպես նախաձեռնեց եւ բարձրացրեց նույն էլեկտրաէներգիայի սակագինը։ Ամեն ինչը, այսինքն մարդիկ դեռ հիմա մենք պետք է սպասենք 6%-ով, գումարային 6%-ով։ Մի հարկադրույքը կարող է լինել
20%-ով ավելացում։ Օրինակ առողջապահությունը, որ միշտ բյուջեի հիմքում նաև դնում են որպես հարկային ծախս, տնտեսագիտական անվանումը։ Առողջապահությունը կարող են 20%-ով հարկել։ Բարձրացավ դուրիքաչափ, նույնը կրթությանն է վերաբերվում։ Ինչ է սա նշանակում։ Սա այդ ձեր հարցի պատասխանն է, ինչ ենք անելու մենք այդ պարտքի հետ։ Տեսեք, մասնագետները գալիս են այդպես մասնագիտական բառապաշարով եւ այլն, հարկաբյուջետային կանոնների պահպանմամբ են իրականացրել, հնայի 50%-ը չի գերազանցում մեր պարտքից, լոլոները թող գնան պատմեն իրենց ընտանիքներին եւ իրենց թիմակիցներին։ Սա որպեսզի մեր ժողովրդի համար շատ պարզ եւ հասկանալի լինի, օրենքը պետական պարտքի կառավարման վերաբերյալ իրավական ակտը գրվում է նպատակահարմարությունից ելնելով։ Եթե վաղը պարտքը կհատի 60%-ի շեմը, Հայաստանը արդեն ունի դրա փորձը։ Ազգային ժողովում գումարվում է նիստ, օրենքի փոփոխությամբ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են գալիս եւ հնա պետական պարտքի շեմի փոփոխություն են 60% կդարձնեն, 70 կդարձնեն։ Սրանք գիտեք, սրանք մանիպուլյացիաներ են, սրանք անազնվություն է հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Անկախ նրանից ձեր գրած օրենքներով, ձեր մշակած հարկաբյուջետային կանոնների պահպանումների դուք բերել եք հարկային պետական պարտքը հարցրել եք մի շեմի, որից այն կողմ արդեն դուք ինքներդ քննարկում եք հարկային օրենսգիրքի նոր հայեցակարգ, ըստ որի պետք է 6%-ով հարկային բեռ ավելանա։ Ընդհանուր Հայաստանի եկամուտների վրա 6%-ով հարկային բեռ ավելանա։ Սա նշանակում է, որ բոլորիս հարկերը նորից պետք է ավելանան։ Ինձ որը մի մեջբերում էլ հիշեցի։ Նիկոլ Փաշինյանը գնացել էր դպրոցի կառուցման, այդ որ այդքան շատ ռոպագանդում է դպրոցակառուցումը։ Միշտ ասում եմ դպրոցի կառուցումը անհրաժեշտ է, դպրոցի կառուցումը կրթության նախարարության միջոցով կամ բյուջեի կրթության այդպես հոդվածով դուրս գրվող ծախս է, բայց նա կրթության բարելավման որևէ կերպ աղերս չունի, որևէ կերպ։ Անամոթաբար աշակերտներին ասում է, գիտեք, պարտքով ենք այս դպրոցը ձեր համար կառուցել։ Դուք պետք է մեծանաք, աշխատեք, որ այս պարտքը մարեք։ Ասել է, անկեղծ է եղել, գիտեք։ Եվ այս երեխեքը չգիտեն ավարտելուց հետո աշխատանքի շուկայի կառուցվածքը ինչպիսին է լինելու, աշխատանքի շուկան ինչպիսի պահանջներ է դնելու, որպեսզի իրանք ինչ առաջարկեն։ Մի հատ մասնագիտական կողմնորոշման երեխեքի հետ աշխատանք չի տարվում։ Որևէ կերպ պատկերացում չկա ապագա աշխարհը դեպի ուր է գնում։ Արհեստական ինտելեկտը որքանով է փոխարինելու մարդու կողմից կատարվող աշխատանքին։ Նոր ռոբոտատեխնիկան որքանով է փոխարինելու, որևէ մեկը չգիտի, անորոշությունների մեջ ենք ապրում, նոր աշխարհակարգը դեռևս չկա, զարգացման, միջնաժամկետ, կարճաժամկետ, նույնիսկ հեռանկարները տեսանելի չեն, այդ մարդկանց վրա պարտք է ներդնում, որ դպրոցն ավարտեն, հետո գնան պետական պարտքը մարելու։ Հոգոց հանեցի, որովհետև այն խնդիրները, որոնք այսօր դուք բարձրաձայնեցիք, իրականում գիտեք, ինչ կուսակցություն, ինչ քաղաքականություն, հա, ամենալայն առումով։ Իրանք եկել են եւ թակել են բոլորիս դուրը։ Հարգելի հեռուստադիտողներ, վերադառնալով քաղաքական, հա, ելևէջներին, կարող եմ մեջբերել Վազգեն Սարգսյանի շատ կարևոր խոսքեր։ Սա վերադառնալով այն, հա, պայքարի կամ այն գործընթացների, որոնք տեղի են ունենում հայկական քաղաքական դաշտում։ Մի լավ արտահայտություն էր արել։ Ասել էր. աթոռակռիվ մի արեք։ Հողի համար կռվեք, որ լինի հող, որտեղ այդ աթոռը կդնեք։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան։ Հիշեցնեմ ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, այսօր Կամուշ քաղաքացիական նախաձեռնության քննարկման շրջանակներում պրես կենտրոն հարցազրույց հաղորդման ներքո զրուցում էինք Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավարի հետ, Նայիրի Սարգսյանի։ Շնորհակալություն, իսկ մենք կհանդիպենք հաջորդ անգամ։